նշված էր հարցազրույցում այդ սկանդալային ինֆորմացիայի մասին, որը ինֆորմացիա բառը մի օգտագործի հետո։ Մի խոսքով դիտարկում, որ 3-4 այսպես հոգևորականներ կան, չգիտեմ, մանկապիղծ բառն եմ օգտագործել, ասել եմ։ Չէ, կարծում որ դատախազությունը պետք է զբաղվի ձեր այս հայտարարությամբ եւ արդեն Դե Կարնե ջան, տես, եթե դատախազությունում անգրագետ մարդիկ կան, պետք է զբաղվեն։ Ես գիտեմ, որ լրատվական դաշտում անգրագետներ կան, ու իրանք շատ են, եւ ռուսերեն լեզվի տիրապետողներ չկան, պետք է զբաղվեն բնականաբար, բայց արիմ տես, որ ոչ մեկ չի զբաղվել դրանով, նույնիսկ ՀԿ-ները չեն զբաղվել, նույնիսկ որևիցե մեկը դատարան չի դիմել, բա ինչի չեն արել, գիտես ինչի Կարինե, որտեվ այդ ինչ որ դու ասում ես կեղծիք է Կարինե ջան։ Ես նման բան չեմ ասել։ Ես ասել եմ ենթադրենք, ինչ որ X երկրում ենթադրենք, ինչ որ նմանատիպ բան է լինում եւ իշխանությունը պետք է նմանատիպ արարքների հետ կապված իր կարծիքը չասի։ Պայմանական օրինակ է։ Հարկելի ես ներողություն եմ խնդրում, կարող ես պատիվ Շողջան, այդ մարդիկ անգրագետներ են, թող ինձ դատի տան։ Անգրագետ են։ Գոյություն օրինակ փաստերի ստուգման հարթակ գոյություն ունի FIP-ը, որը որ եզրակացություն է տվել, որ երկակի կարող է մեկնաբանվել։ Այլ տարբերակ, ես ես խնդրում եմ, լավ, այդ տենց ասում եք 1700-ամյա ինչ-որ բան, գանե թող խոսեմ, չէ, իսկ քիչ են ասում, ես ԿՊԱ-ականների մասին չեմ ասում, աշխարհում ամենահայտնի, ամենատարածված օրինակը, որ եղել է, հա, եկեղեցու մանկապղծության օրինակն է եղել եւ դրա մասին բազմաթիվ բաներ են գրվել։ Էդ եմ ասում, Կարինե ջան, ցավը տանեմ։ Ես քեզ խնդրում եմ, նախ մենք դրա համար չենք պահանջում, մեկ, որտեվ ինքն է իր կանոնները խախտել եւ ինքը եթե 30 ունենար, եթե արժանապատվություն ունենար Կտրիչ Ներսիսյանը ինքը կգնար։ Ուղղակի ինքը արժանապատվություն չունի, որ երեխայի հետ կապված ոչ հերքումա, ոչ հաստատումա, դու պարզա չէ որ կա եւ ակնհայտ է, որ ինքը խախտել է իրենց հենց կանոնագիրքը, հիմա դա ընդունված չի, չգիտեմ դրան իրանք են որոշում, իրանք չեն որոշում, դրանք հարակից խոսակցություններ են։ Արել ես Հիմա դուք ինձ գաք ասեք, դուք կաշառք ես վերցրել, ապացույց էլի, ես ասեմ դա ազգային ժողովի ներքին գործն է։ Ասում եմ, մի վախեցեք։ Թիվ 5 հեռուստաընկերությանը։ Թիվ 5 Կարինե ջան, ռուսերեն, ես խնդրում եմ, ես ռուսերեն լեզվի դասատու չեմ։ Գնացեք, կրկնում եմ, եթե կա մարդ, որ մեծ փրթում է, խոսում է, Facebook-ներում, դոշերն է տեծում, ինչ որ բաներ է խոսում, այն որ տեսա News-am-ի նախկինում նորմալ լրագրող էր, հիմա այտենց տապալվել է որպես լրագրող, տիկինը խոսքս նենգափոխում էր, ասում էր բառացի ասել, ժողովուրդ, ինչքան դուք տենց դատարկ թեմաների, աճ պարություններով զբաղվեք, այնքան ընդդիմությունը նույն տեղում դոփելու է, շարունակեք դա անել։ Իսկ եթե կա մարդ իմ հայտարարության հետ կապված, ինչքան ժամանակ անցել, մի 15 օր արդեն անցել է, բա ուր են այդ մարդիկ։ Ուր են այդ ՀԿ-ները մեծ խոսացողները, ու գնան մեկ դիմում գրեն դատախազություն, չեն հավատում դատախազությանը, միջազգային կառույցներին թող դիմեն, չեն հավատում միջազգային կառույցներին, չգիտեմ, հայց թող ներկայացնեն դատարան, որովհետև խնդրեմը կանում է նրանում, որ դա անգրագիտություն, հաճույք եմ ստանում այս թեմայից։ Պարոն Սիմոնյան, փաստորեն թող մարդկանց դիմեն, դատարաններին չեն վստահում, այն մարդիկ, ովքեր դատարաններին չեն վստահում եւ քաղաքական օրակարգի հետ կապված հարց ունեն, թող դիմեն Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Հայաստանի Հանրապետության ժողովրդին գնան, ասեն, գիտես ինչ, Ալենը սենց բան է ասել։ Հա դու չես ուզում դրա դեմ ձեն հանես։ Այդ դեպքում, երբ որ դրան արձագանք չի լինում, Պարոն Սիմոնյան, կարող ենք ասել, որ քաղաքացիական պայմանագիրը ամեն դեպքում այս պահին կաթողիկոսին հեռացնելու օրակարգի շուրջ դադար է վերցրել։ Ոչ։ Ինչպես է, հիմա որևէ դրսևորում չի։ Այդ process-ը չի դադարել, չի դադարում ու չի դադարելու։ Պասիվություն այդ դեպքում։ Նախ ներքին կուսակցական նախընտրական process-ներով։ Դե դադար է, էլի վերջ։ Չէ, դադար չի։ Հիմա որ ներկուսակցական քարոզարշավը ես դեռ հարցազրույց չեմ տալիս։ Տալիս եմ, չէ։ Ներկուսակցական ընտրությունների հետ կապված։ Ուրեմն վերադառնանք քաղաքականության, եթե ձեր կուսակցությունը չհավաքի անհրաժեշտ մեծամասնությունը 51%-ը, դուք
ում հետ եք համագործակցում, ձեր տեսարականում կա համագործակցություն։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ, բայց ես բացառում եմ նման իրավիճակ, ես մոտավորապես ենթադրում եմ, թե ինչ տոկոս ենք մենք ստանալու եւ վստահ եմ համադրական մեծամասնություն։ Որովհետեւ այո, հարցումը գիտեք որն է, հարցումը ով է ձեզ ասում, այդ ձեր այդ 24 նյուզի տակը գրած այդ ֆեյքերի բանով եք չափում։ Որտեղ եք նայում։ Թվականային աջակցությունը որ կար, հիմա չկա։ Հարգելիս, նախ սա համապետական քարոզարշավ չի մեկ, երկրորդը դա տենց չի, ընդհակառակը։ Մարդկանց մենք էլ էինք այդ համեմատում, մարդկանց մեջ չկա այն ներվը, չկա այն բացասականը, որը որ կար 21 թվականի ընտրությունների ժամանակ։ Եվ ես ձեր հետ պատրաստ եմ մարջ գալ բոլորի հետ։ Ես ձեր հետ մարջ եմ գալիս, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շատ ձայն է ստանալու, քան 2021 թվականին։ Պատրաստ եք։ Մարջ են գալի, ասեք։ Դուք ասեք դուք ինչ եք ուզում, ես ասեմ ես ինչ եմ ուզում։ Որևէ իշխանության հավակնություն չունենաք, եթե անգամ Ռուզան ջան, դու իմ ընտրողն ես, կոնկրետ դու անձամբ իմ ընտրողն ես։ Հիմա խես տեսախցիկների մոտ տես բաներ ասում։ Կգնաք։ Տեսեք, դու ես իմ ընտրողը, դու ես մեր ընտրողը, իհարկե։ Գնացեք, հաջան։ Կանե ջան, մենք ոչ մեկին չենք կարող արգելել, դա անում է այլ մարմին, մենք դրանով չենք զբաղվում, մենք ընդհանրապես այսքան ժամանակ ոչ մի կուսակցություն չենք արգելել եւ նման բաներով չենք զբաղվել եւ նման օրինակ դուք չեք կարող բերել։ Վերադառնանք Նարեկին։ Նարեկը բոլորին զիջեց, հիմա մենք զիջենք Նարեկին։ Նարեկ ջան, խնդրում Երկու հարց ունեմ, պարոն Սիմոնյան։ Բայց եկեք միշտ առաջ կանգնենք, էլի այտենց։ Ընտրական օրենսգրքով արգելվում է ունեցվածքի 30%-ը Հայաստանից դուրս ունեցող անձանց գրանցել ընտրություններին, թե ոչ։ Արդյոք սա իշխանության օրակարգում կա, քննարկում եք, թե ոչ նման վտանգ։ Հիշի երկրորդ հարցը սրան պատասխանեմ, հետո մյուսը չէ, նման բան մենք չենք քննարկում, առաջին անգամ ձեզնից եմ լսում, ես շատ որպես իրավաբան եմ ասում, ես շատ քիչ հավանական եմ համարում, որ Հայաստանում լինի կուսակցություն, որը որ եթե տենց կտրուկ ինչ որ պատճառ չլինի, շատ քիչ հավանական եմ, համարում եմ դա քաղաքականորեն սխալ եւ ես անկեղծ եմ ասում, լուրջ եմ ասում, դուք մեր համար ինչ տարբերություն ազգային ժողովի դահլիճում այն մյուս 40%-ը ով արնելու, առավել ևս որ նույն մարդիկ են։ Այսինքն մի ընդդիմադիր կուսակցությունից քոչում են մյուս ընդդիմադիր կուսակցություն, ասում են, ահա Ծիպերյա Նատաշը, ասենք դառնում են այլ կուսակցության անդամ, հետո մեկ է սկսում են այն մյուսին գովաբանել եւ գնում են այսինչ։ Մեր համար ինչ տարբերություն կկոչվի այլ մնացած 40%-ը ԲՀԿ, չգիտեմ, ԼՀԿ, Հայաստան, մեր ձևով, ձեր ձևով, չգիտեմ, մեր համար ինչ տարբերություն։ Մենք չենք կարող այստեղ 100% կազմել։ Պարզ է, չէ՞ որ ընդդիմությունը առնվազն 40% զբաղեցնելու է։ Հա ինչ ուզում են թող անեն, ինչ տարբերություն։ Մարդիկ պետք է ընտրություն ունենան։ Եվ ես հարցը պարոն Սիմոնյան, ձեր հետագա պաշտոնավարման հետ կապված նշում են, որ այս ներկուսակցական ընտրություններով, քանի որ դուք զիջում եք այլ տեխնացուների, սա արդեն ասում են տեղեկություններ կա, որ մամուլն գրում է, որ քննարկում են, որ այլևս դուք չեք լինի 26-ից հետո ազգային ժողովի նախագահ, սրա շուրջ քննարկում եղել է թե ոչ։ Նման քննարկումներ չկա, ես չեմ կարծում, որ որևիցե մեկին զիջում է, որովհետև այդ ընտրությունները այլ բանի մասին, դա կուսակցական ներգրավվածության մասին է, դա կուսակցության անդամների հետ աշխատելու մասին եւ որևիցե ձևով պրոյեկտել դա այլ բանի վրա, իհարկե չի կարելի, ինչ վերաբերում է արդեն 9-րդ գումարման ազգային ժողովի նախագահի վերաբերյալ ինձ այս պայի դրությամբ որևիցե մեկը աշխատանքից չի ազատել, այսինքն իմ կուսակցությունը, իմ վարչությունը չի ազատել եւ ես որևիցե միտք եւ նպատակ չունեմ այդ հարցը քննարկել։ Այս պայի դրությամբ դուք եք, եթե մեծամասնություն լինեք, դուք եք 9-րդ գումարման խորհրդարանի։ Նման բան չի քննարկվել, բայց ես մենք իմ գործունեությունը որևիցե ձևով չի բերել այն պահին, այն մասին, որտեղ որ ես պետքա այլ բանով զբաղվեմ։ Եթե կուսակցությունը, վարչությունը, վարչապետը մասնավորապես այլ բան կորոշի, ես իհարկե այդ որոշմանը կենթարկվեմ, բայց ես նման բան ամեն դեպքում խորհրդարանը ես իհարկե նախընտրում եմ խորհրդարանը, նախընտրում եմ մնալ նույն տեղում եւ կարծում եմ, որ դա տրամաբանական է, որովհետեւ չգիտեմ, կարող է շատ հարցերում իրար հետ համաձայն չենք, բայց կարծում եմ որևիցե մեկի մոտ կասկած չկա, որ որպես ազգային ժողովի նախագահ ես իմ գործը այնուամենայնիվ հաջողել եմ եւ ես ենթադրում եմ, որ դա կգնահատվի իմ գործընկերների կողմից։ Ես գործադիր
Եթե իմ կուսակցությունը որոշի, որ ես շարքային падգամավոր եմ լինելու, բնական է, ես կդառնամ շարքային падգամավոր, ուղղակի խնդրեմն է, որ ես որպես շարքային падգամավոր եմ ցած տեղում ֆռալու եւ Ալեն Սիմոնյանն եմ անելու, բայց եթե որոշ ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Ինչ որ բաներ կամ Նարեկ, ես որ BMW ունեի, BMW ոչ մեկ չուներ, սկսենք դրանից ու երկու տարբեր BMW ունեի, ինձ որ այդ բաներին մի հավատա։ նկատի ունեմ զրահապատ, այսինքն անձնական մեքենա ունեք։ Հարգելիս, ես զրահապատ հիմա էլ չունեմ, սկսենք դրանից, հələ Ծառայական զրահապատ չի։ դնում ես ինֆորմացիա չի։ մի պատտվող լուրեր ոչ մի ձև չի դնում լուրերի իսկությունը ինչքանով կարող է մոտ Որ ես այլ մոլորակային եմ, չէ, ճիշտ չի, ուրիշ։ Սիմոնյան հնարավոր է կամ առհասարական Երբ քիչ կողմ եկեք էլի շոկ է։ Հանրապետության նախագահի պաշտոնի համար Հարգելիներս, տենց քննարկումներ կա միայն ընդդիմադիր որոշ թերթերում։ Մենք տենց բաներ չենք խոսում։ Հայաստանի Հանրապետությունը ունի իր նախագահի։ Ես գործող քաղաքական խոսացող գործիչ եմ։ Եթե իմ կուսակցությունը կգտնի, որ ես պետքա գնամ, չգիտեմ, ԺԿ-ի պետ դառնամ, մենք այդ հարցը մեր կուսակցության հետ կքննարկենք։ Նման քննարկում չկա։ Եվ ես ենթադրում եմ, իմ գործունեությունը թույլ չի տալիս, իմ անցած ճանապարհը, իմ ծառայությունները, որ ես մատուցել եմ Հայաստանի Հանրապետություն որպես պարլամենտական, թույլ չի տալիս նման խոսակցությունների հետ։ Պարզավոր ուզում են մեզ իրար հետ կռվածնեն, չգիտեմ, իմ ընկերների անուններն են տալիս, քաղաքացիական պայմանագիր, Տիկին Մակունցը իմ ընկերն է, շատ լավ աղջիկ է, եթե իմ խոսակցությունը կորոշի, որ ինքը պետքա լինի, ես միայն ուրախ կլինեմ, բայց Ժորժ, ես սաղ եմ, ես կամ ու ես շարունակելու եմ գործել ու լսում եմ այս ամեն ինչը, դադարեցրեք ես անտեղի խոսակցությունը։ Դες մամուլը դա ասում է, որ մեզ կռվածն չի ստացվել մեզ կռվածն։ Բոլորի անունները, ում անունները տվել են, իմ ամենամոտ ընկերներն են, իմ տան, իրար տուն գնալով, ընտանիքներով ընկերություն, մենք նայում, կարդում, ծիծաղում ենք դրանց վրա։ Այդպես ընկերներ էլի եք ունեցել, որ Հայկ Սարգսյանի հետ ինձ մամուլը չի կռվածնել եւ ես Հայկ Սարգսյանի հետ կռված չեմ, մենք ուղղակի տարբեր հարցերի հետ կապված տարբեր կարծիքներ ունենք։ Այսինքն դուք կարծում եք, որ ես բոլոր 70 կամ չգիտեմ 100 падգամավորի հետ ընկերական հարաբերություններ ունեմ, մեկի հետ մոտ եմ, մեկի հետ այդքան մոտ չեմ, մեկի հետ իրար տուն ենք գեցում, մեկի հետ հենց գործի տեղն ենք բարև տալիս։ Եվ Եվ ինչ անենք, այսինքն կյանք է եւ ամեն ինչ տեղի ունեն, բայց Արտուր Վանյանի հետ ես չեմ կռվել պաշտոնի պատճառով, կռվել եմ այլ բաների պատճառով, որի մասին հիմա չեմ ուզում խոսել, որտեղ նախ Արտուր Վանյանը քաղաքական առումով էլ հետաքրքիր չի, կարծում եմ այն բանից հետո իր դեպ ճիշտ որոշումից հետո չմասնակցել ընտրություններին, ես ուրախ եմ, որ ինքը տենց որոշում ա կայացրել եւ իր կյանքի ամենաճիշտ երկրորդ որոշումն է։ Դե աջակցի Թող աջակցի, բան չունեմ, բայց եթե հին մեթոդներով է աջակցելու, իրավապահները գործելու են եւ այդ աջակցողներին տանելու են աջակցելու։